Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 23։ Տերը Սիոնից պիտի կանչե և Երուսաղեմից պիտի տա իր ձայնը, և սուկ պիտի անի հովիվների արոտները, և Կարմեղոսի գլուխը պիտի չորանա։ Ամովս, առաջին գլուխ, երկրորդ խոսք։ Ամովսը հովիվ և հողագործ էր, սակայն նույն աստվածային հոգին գործում էր Եսայայի և Դանիելի վրա արքունիքում, իսկ Ամովսի վրա ոչխարների փարախներում, և նրանցից յուրաքանչյուրին տալիս էր անհրաժեշտ զորությունն ու հռետորությունը։ Նա 12 ցեղերին վստահեցնում է շրջակա ազգերի կործանման մասին, և քանի որ նրանք այդ ժամանակ զբաղված էին չարությամբ և կռապաշտությամբ, նա խստորեն հանդիմանում է հրե ազգին, բայց նկարագրում է եկեղեցու վերականգնումը Մեսիայի կողմից, որը կտարածվի մինչև վերջին օրերը։ Աստված գործածեց Հովվին, հողագործին, իր ժողովուրդը հանդիմանելու և զգուշացնելու համար։ Նրանց, ում Աստված լիազորում է ծառայել իրեն, չպետք է արհամարհանքի արժանանան իրենց ծագման կամ զբաղմունքի պատճառով։ Դատաստան է հայտարարվում հարևան ազգերի, Աստծո ժողովրդին ճնշողների նկատմամբ։ Այստեղ հանցանքների թիվը չի նշանակում ճշգրիտ թիվ, այլ ահռելի։ Նրանք լրացրել էին իրենց մեղքի չափաբաժինը և հասունացել վրեժխնդրության։ Այս ազգերի հետ վարվելակերպը մասամբ նույնն է, բայց յուրաքանչյուրում կա ինչ-որ յուրահատուկ բան։ Ամեն դարաշրջանում Աստծո ժողովրդի նկատմամբ այս դառնությունը դրսևորվել է։ Երբ Տերը հաշիվ է պահանջում իր թշնամիներից, ահեղ են նրա դատաստանները։ Նույնիսկ թագավորական պալատները չեն կարող պաշտպանություն լինել Աստծո դատաստանների դեմ, որքան էլ հարուստ կահավորված լինեն, որքան էլ ամուր ամրացված լինեն։ Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի նիգը, և պիտի կտրեմ բնակիչը Ավենի հովիտիցը։ Ամովս առաջին գլուխ 5-րդ խոսք։ Այս խոսքերը պետք է հասկանալ փոխաբերական իմաստով, այսինքն ինչի վրա հենվում էին որպես այդ մեծ քաղաքի ուժ և անվտանգությունը պիտի ձախողվի և անբավարար գտնվի։ Երբ Աստծո դատաստանները գալիս են իր ամբողջ իշխանությամբ, զուր է անգամ մտածել այն կանգնեցնելու մասին։